Տիկին Վարդանյան, ես առաջարկում եմ ԴՆԹ տեստ անցկացնենք այն մարդկանց, ովքեր գնում են թշնամու գիրքը սխմում են կրծքին, հրճվանքով նկարվում են, գլուխը խոնարհում են թշնամու ներկայացուցիչների առաջ ու գալիս են հայերի առաջ մատ են թափ տալ։ Սա իրենց ԴՆԹ անալիզը պետքա ստուգել։ Որտեղ հայը չի կարող գնա թշնամու առաջ հրճվանքով չոր ելույթներ ունենա, քայլի խոնարհվի ու գա հայի դիմաց մատ թափ տա։ Այդ ԴՆԹ անալիզը իրանց է պետք անցկացնել։ Իսկ Ռոբերտ Քոչարյանի հետ ձեր խմբակցություն ջանքը եռան չի խնայում, որ մեզ կապի անդադ նախկինների հետ։ Դա նպատակը հասկանում ենք ինչն է, որտեղ Մայր Հայաստանի ռեյտինգը անդադ գնալով բարձրանում է, դուք փորձում եք ամեն ինչ անեք, որ ճնշեք այդ դա։ Չի ստացվի։ Մայր Հայաստան դաշինքը Մայր Հայաստան առհասարակ շարժումը ստեղծվել է 2023 թվականին, որի ղեկավարը Անդրանիկ Թևանյանն է եւ կապ չունենք մենք մեր գործունեությամբ նախկիններից որևէ մեկի հետ։ Մեր գործունեությունը ձեր աչքի առաջ է, երևանցիների աչքի առաջ է։ Եվ ձեր խմբակցության անդամները, որ անդադ մեզ ասում են, այ դուք թալանչիներ, ձեզ պիտի դատեն։ Մի հատ ձեր խոսքերին դուք կարեք պատասխան տաք։ Կարեք հիմնավոր, մեր խմբակցության որևէ անդամի կարեք հիմնավորեք թալանչի, ինչ է թալանել։ Ու ինչի համար պետքա գնա դատվի։ Խոսելուց առաջ գոնե հիմնավորված ինչ-որ բան ասեք, այնքան որ գալիս տեղ ելույթ ունենալով չի կարելի, ուղղակի չի կարելի։ Տենց երևանցիների, քաղաքացիների աչքին թոս փչելով մինչև ուր է գնալու։ Չնայած 7 տարի տենց թոս փչելով հասակ։ Այսօր շատ անպագորգոր ելույթներ ունեցաք, որ այս իշխանությունը ամեն ինչ անում է, որ երևանցիների կյանքը հեշտացնի, լավացնի, բայց փաստը բոլորիս աչքի առաջ է։ Մի հատ դուրս եկեք փողոց, տեսեք այս փողոցի խցանումները, տեսեք ձեր կարմիր կետագծերը թանկացած, իրենց արդյունքը տվեցին, իհարկե չտվեցին, բայց մարդկանց թալանեցիք, գույքահարկը թանկացրեցիք, աղբահանությունը չհիմնավորված ինչ-որ թանկացրեցիք, որ որոշ մարդկանց, այսինքն շատերի մոտ 50%-ից ավել թանկացավ աղբահանության վճարը։ Տենց եք հոգ տանում։ Մենակ անիմաց ելույթներ ունենալով չի է, այդ կարմիր կետագծերին արդեն մեր գործընկերը ասեց, 10 դատավոր փաստել է, որ ձեր ընդունած որոշումը ոչ օրինաչափ է, բայց դուք ամեն տարի նույն ձևով սենց բերում եք ու նույն կազմով ձեր կոալիցիոն գործընկերների հետ այդ նույն նախագիծը անցկացնում եք։ Տենց եք հոգ տանում։ Գործընկերը նորից ասում է տխուր տարիներ ասեց, չեմ հիշում կոնկրետ ինչ ասեց, այ մեր տխուր տարիները հենց ձեր իշխանության օրոք են։ Ձեր իշխանության օրոք են, որովհետև հենց ձեր իշխանության օրոք մեր երկրի սահմանները գնալով փոքրանում են ու դեռ չի կանգնում։ Փոքրանում ու փոքրանում են, տենց եք տխուր տարիները հենց հիմա են։ Ինչի վրա եք դուք այդպես ինքնավստահ ու երջանիկ այստեղ գալիս ելույթներ ունենում, մի հատ էլ մատ, դուք էլ ստեղ եք մատ թափ տալիս։ Այ Հայաստանի անկախությունից հետո ամենատխուր տարիները հենց ձեր ՔՊ իշխանության օրոք եղել, դա հիշեք ու անհերքելի են փաստը, որ ձեր իշխանությունը երկիր հանձնող իշխանություն է։